Ուրեմն մի փորձենք ինչպես քիչ առաջ ասի խոստումներու մասին խոսենք։ Աստծո խոստումներու մասին մեր համար։ Տարբեր անգույն եմ պիտի խոսեմ այսօր ձեր հետ։ Նախ առաջին համար մը գարտանք Հովաննու 15, 7 եւ 8 համարները։ Հովաննու 15, 7 եւ 8 սկսե։ Եթե դուք իմ մեջս գենաք եւ իմ խոսքերս ծեր մեջ կենան, ինչ որ ուզեք, պիտի խնդրեք եւ պիտի ըլլա ցեզի։ Եվ այսպես իմ հայրս փառավորվեցավ, որբեսի դուք շատ բդուղ բերեք եւ իմ աշակերտներս ըլլան։ Իմ հայրս կփառավորվի, երբ դուք բդուղներ կբերեք եւ իմ աշակերտներս կըլլան։ Բայց բդուղներ բերելու համար պայմանը Հիսուսին կգսե իմ մեջս գեցեք եւ իմ խոսքերս ծեր մեջ մնան։ Հիմա իմ հարցումս հետեւյալն է. ինչս է հայրս փառավորվի։ Այս բոլոր բաներով հայրս պիտի փառավորվի։ Ինչս է հայր փառավորվի, հայրը փառավորվի։ Մտածեք։ Եթե դուք իմ մեջս կենաք, իմ խոսքերս ծեր մեջ կենան, շատ բաներ պիտի անեք։ Աշակերտներս պիտի լաք, եւ այդտեղ գսե բդուղներ պիտի բերեք, եւ այսպեսով Աստված պիտի փառավորվի, հայրը պիտի փառավորվի։ Ямեցեք ասելիքներ եթե կան, ես մի բան եմ տնում այստեղ։ Մենք բոլորս գիտենք, որ Աստված ինչ որ գնե, ինչ որ գսե, գլա։ Աստուծո մեծը չգա։ Երբ որ այստեղ գտեսնենք, Հիսուս կսե, եթե իմ մեջս կենաք, իմ խոսքերս ծեր մեջ, ուրեմն իմ մեջ, Հիսուսն է կարևոր այստեղ, երբ որ դուք ձեր հարաբերությունը իմ հետ նորմալացնեք, եւ երբ որ իմ խոսքերս ծեր մեջ երևնան, այն ժամանակ պիտի երևնա, որ Աստված հաջողեցավ իր ծրագրին մեջ։ Աստված փառավորվին է, այդ է որ Աստված ցույց դրվում է, որ ինք հաջողեցավ, որ քեզի պես մարդը սկսավ բդուղներ բերել։ Հալելույա։ Եվ այդ բդուղները ցույց կտա, որ Աստված հաջողեցավ իր գործին մեջ։ Գասկնակ մենք կարող գլուխից մեջ կարծենք, որ Աստված միշտ կհաջողի։ Ամեն։ Բայց այստեղ գսե որ եթե իմ մեջս կենաք, իմ խոսքերս ծեր մեջ կենան, դուք բդուղներ պիտի բերեք, աշակերտներս պիտի լավ, ուրեմն այո բդուղներ, հոգիներ, հրաշքներ, բաներ պիտի անեք։ Եվ այդ ծեր ընելով պիտի երևնա, որ Աստված հաջողեցավ իր ծրագրի մեջ։ Որն էր իր ծրագիրը, որ գար մարդը փոխեր եւ այդ մարդը դառնար Հիսուսի նման օրտնված մարդ այս աշխարհի մեջ։ Այս էր իր ծրագիրը։ Ամեն մեզ մեղավոր մարդիկ նպատակը եւ ծրագիրը Աստծո այդ էր, որ մարդիկ փոխվեին եւ երևնար, որ իսկապես այս մարդը փոխվեցավ եւ այդ փոփոխությանը մեջ, այդ իր կորձին մեջ, իր հրաշքներուն մեջ Աստված փառավորվի, ուրեմն Աստված երևնա, որ ինք հաջողեցավ Արմանին հետ, Սարգիսին հետ, Լիանային հետ հաջողեցավ։ Բայց երբ պիտի ասենք, որ Աստված հաջողեցավ Սարգիսին հետ, երբ որ Սարգիսը Քրիստոսի մեջ մնալով իր պտուղները դալու սկսավ։ Ուրեմն մնալը կարևոր չէ, հասկանալը կարևոր չէ, այլ բդուղ բերելն է կարևորը։ Եվ որ միջավայրում բդուղ չկա, Աստված գարձես չկա, եւ երբեմն շատերուն կյանքի մեջ ինչ կսենք ես մարդը հավատացյալ է կամ չէ։ Չի երևում։ Ասել է որ դեռ Աստված հաջողած չէ, հաջողիլ բառը ճագերջալ գասեմ, հա։ Աստված միշտ կհաջողի, լավ հասկացեք, բայց միտքը, փառավորվիլ միտքն եմ ուզում փոխանցեմ ձեզ։ Աստված այդ մարդուն մեջ թե չի փառավոր, չի երևցած, իր փառքը, իր մեծությունը, իր զորությունը չի երևում։ Այդ մարդու մեջ դեռ խնդիր կա։ Ուրեմն Հիսուս քաղտնիկը գուտա իմ նպատակը գուտա։ Քաղտնիկը այդ է որ եթե իմ մեջ մնաք, իմ խոսքից մնաք, ուրեմն ես ձեր հետ, դուք իմ հետ, իմ խոսքս, եւ այստեղ կարեւոր է քիչ առաջ ասի եւ քիչ հետո պիտի տեսնենք խոսքի խոստումի հավատալը։ Եթե Հիսուսի խոսքը մտավ քո մեջ եւ այդ խոսքի վրա բդուղները սկսար բերելու, այն ժամանակ Աստված կփառավորվի։ Ուրեմն խոսքը, խոստումը
Ոչ թե լսելն է կարևորը, ոչ թե հասկանալն է կարևորը, այլ այդ խոստումը իրագործելն է կարևորը։ Եվ որ իրագործեցիր, այդ րոպեին Աստված փառավորվեցավ։ Հիմա այստեղ նստեր ենք։ Հիմա այստեղ, բարդ Տիրոջը Աստված մեզի հետ է կփառավորվի Աստված, բայց գիտեք երբ իրական կփառավորվի, եւ որ այս խոսքը հասկանաս եւ մի անգամ մեջը ռախ բամը կփածվի եւ գսկսից բդուղներ բերել այդ խոսքի վրա, այդ րոպեին փառավորվեցավ Աստված քեզնով։ Հալելույա։ Շատ կարևոր է Աստուծո խոստումները բդղապերը լան մեզ համար։ Երևելի ըլլա մեզ համար սիրելիներ։ Իր մեջ իրմով երևնա իր մեծությունը։ Եվ Աստված այդպես կփառավորվի։ Ուրեմն հավատացյալ միտքը իմաստ չունի, միջև այնքան որ դվյալ անձը չի ցույց տար, որ Աստված հաջողեցավ իր հետ։ Ամեն։ Հասկացաք այս միտքը, այս վերջ, այս է թեման։ Ես դարիներ հավատացյալ ըլլալ փորձեմ, միջև այնքան որ չի երևնար այն խոստումները, որ այսպես մարդու մեջ Աստված բիդի կործնե, երբ որ չի երևնար, Աստված չի փառավորվի, այդ առումով որ Աստված գարձեք թե բամը ռաչ չէ քեզ հետ։ Ուրեմն գլուխ լցնելը կարևոր չէ։ Գիտությունը այնքան կարևոր չէ։ Լավ հասկացեք, մենք գիտություն պետք է որ այս բանը գիտնանք, բայց մեկ ամբողջ սուպկիրքը անկիրն է, իմաստ չունի, եթե Աստված չի երևում այդ մարդու մեջ, որ այդ մարդուն մեջ հաջողել է ինքը։ Հալելույա, ինչ գեղեցիկ։ Այս միտքը որ հասկացած է, Աստված փառավորվի ինձ, որ պետք է ես ցույց տամ, պետք է իրական Աստված ասե հաջողեցա Սաշային հետ այսօր։ Սաշան գնաց մեգում հետ գրիվնելու օրինակ։ Եվ այդտեղ Սաշան ցերկը պիտի փարսացներ զառնելու օրինակ, բայց Սուրբ Հոգին իր մեջ կործեց եւ Սաշան օրտնելու սկսավ։ Այդ րոպեին Աստված կսե հաջողեցա իր հետ։ Հասկացաք միտքը։ Ուրեմն այդ րոպեին ինքը ես մենք խոստումը բերենք մեր առաջ ասելով Հիսուս ինչ կսե իր խոսքը։ Ոչ թե ես ինչ կսեմ։ Ես ուզում եմ խփեմ։ Բայց Հիսուս ինչ կուզե։ Եվ երբ որ իմ եսը եւ Հիսուսին խոսքը բարձրացուցի, այն ժամանակ Աստված կսե հաջողեցա Սարգիսին հետ։ Հալելույա։ Ամեն, աղոթում եմ որ Աստված ձեր հետ միշտ հաջողի։ Ով գսե ամեն։ Ուրեմն ժողովուրդ ջան, գերևնա ոչ թե եկեղեցի նստելով այսպես, այլ գերևնա դուրսը, որ Աստված գահաճողի իմ հետ կամ չէ։ Մենք այստեղ բոլորս համաձայն ենք իրար հետ, գրիվ չունենք, բոլորս իրար կսրենք, հալելույա։ Բայց դուրսն է խնդրեմը։ Քո ընթացքով, քո խոսքերով, քո քայլերով, քո դրսևորումներով, քո կայացած դեղերով, քո ծախսազով, քո փոխշահելով, այս բոլորից գերևնա Աստված գահաճողի քեզ հետ կամ չէ։ Հալելույա։ Եկեք բանանք երկրորդ թագավորաց 22։ Մի հատ օրտնված երգ մը գերքե։ Շնորհակալության աղոթք կբարձրացնի Աստծո, փառք ու դա Տիրոջը Աստծո։ Եվ նա գուզեմ գարտանք իրար հետ եւ ցեզի թույլ մի դամ որ մենք ծեր սուբտիտներուն մեջ նշեք կամ վեր հանեք երկու բան, այս ընթերց ինչ որ պիտի գարտամ հիմա հարցում պիտի դակ դուք ցեզ ժամանակ պիտի դամ որ մտածեք այդ թեմայով, ասում մի քիչ դպրոցական բան գնենք, հա իրար հետ նաշ չունի։ Հարցումը հետեւյալն է։ Այս մեր գարտացածի մեջ ինչ որ պիտի գարտանք։ Ով է Աստված եւ ինչ կնե Աստված։ Ինչ կտեսնես իր մասին եւ ինչ կնե ինքը ընդհանրապես։ Իբր Աստված։ Հասկացաք միտքս։ Qui est Dieu, que fait Dieu dans ce texte-là։ Հարցում։ Ինչ պիտի գարտամ, հարցումից պատասխան է։ Ով է Աստված եւ ինչ կնե Աստված։ Չէ, հիմա պիտի ասեմ ցեզի։ 29-ն պիտի գարտամ, 29-ն մինչև 40։ Քանզի իմ ջրակս համար 29-ն կսկսեմ։ Երկրորդ թագավորաց 29-ն։ Քանզի իմ ջրակս տունես ով դեր։ Ու դերը իմ խավարս կլուսավորե։ Վասնզի քեզմով քունտ մը գգրնամ չախչախել։ Ու իմ աստուծմովս բարիսպներեն գանցնիմ։ Աստուծո ջամփան գադարյալ է։ Դերոջը խոսքերը փորձված են։ Անիգա ամեն իրեն հուսացողներուն զորություն է, կամ ասպար է։ Քանզի դերոջմեն զատ ով է Աստված, կամ աստուծմե զատ ով է վեմ,
Աստված իմ զորավոր փերտս է եւ իմ ջամփաս կադարյալ գնե։ Ամեն մեկ բառը իր զորությունն է այստեղ։ Իմ ջամփաս կադարյալ գնե։ Իմ ոտքերս եղջերուի ոտքերու պես կնե։ Ու իմ բարձր դեղերուս վրա զիս կկանգնեցնե։ Ձեռքերս պատերազմի կվարժեցնե։ Ու իմ բազուկներս բղնցե աղեղ գլարեն։ Ինձի քո փրկությանդ ասպարը դվիր, զորությունը դվիր, ու քո քաղցրությունդ զիս մեծուց, իմ քայլելու ջամփաս ներքև լայնցուցիր, հալելույա, ու իմ ոտքիս հոդվածները չսասանեցան, իմ թշնամիներս ես հալածեցի ու զանոնք չարթեցի, ու ետ չդարձա միջև զանոնք չհացուցի, ոչնչացուցի մի խոսքով, զանոնք ոչնչացուցի ու քեդինը զարգի, որբեսի չգանքնին, անոնք թշնամիներս իմ ոտքերուս տակ ինգան, բادرազմի համար ինձի զորություն հագցուցիր։ Հիմա գամ գսենք, որ այս խոսքերը Դավիթը բաներ մկրել է իր համար, մեզ համար չի։ Գամ այդ գսենք։ Գամ գսենք, եթե այս խոսքերը մեզ համար է, ես ուր եմ ստեղ։ Երկու բան կա, գամ այս խոսքը իմ համար չէ, Դավիթը իր համար պատմություն է պատմել, գրնալարի պես մտածես, եւ գամ եթե այս խոսքը նաեւ մեր համար է, ես այստեղ հարցեր կբարձրացնեմ։ Քիչ առաջ ասենք, որ երբ որ ես խոստումին մեջ մնամ, այդ խոստումին արդյունքով Աստված պիտի փառավորվի։ Համացանեք, չէ՞ միջև հիմա։ Հիմա այստեղ խոստումներ կան եւ իրակորձված բաներ կան։ Քանի որ Դավիթ չսեր Աստված այդպես պիտի ընե, արեց։ Չսեր որ չեմ գիտեր ով է Աստված, գսե Աստված լույս է, իմ ասպարն է, իմ բրգությունն է։ Ուրեմն ոչ թե միան քիդագից խոսքեր գսե, այլ նաեւ փորձառություն կպատմե։ Ես չեմ կարծե որ Դավիթ օթային խոսքեր խոսեցավ։ Իր աբրած փորձառությունը փոխանցեց, քանի որ իր այդ փոխանցած ժամանակը իր բդուղները կպատմե, ինչ պատահեցավ իրեն։ Հիմա ես քեզ ասեմ, ինչ է Աստված քեզի համար, ինչ ըրավ Աստված քեզի համար, ինչ պատմություն պիտի փոխանցես։ Որտեղ են պիտի երևնա, որ Աստված հաջողել է քո հետ։ Որտեղից պիտի երևնա, որ Աստված իր խոստումները գազմավորված է քո մեջ, եւ դու ապրել ես այդ բաները, ոչ թե օրը պիտի ապրես, կամ գահավադաս որ պիտի ապրես, այլ ապրել ես։ Հալելույա։ Ուրեմն մեր մեջ սիրելի հավատացյալներ շատ կան, որ գահավադան ամեն սուրբ գիրքին, ամեն։ Ինչ քրված է հովիվ ես կհավատամ, շատ լավ։ Հիմա հարց, այդ քրվածներեն բաներ մը գերևնա քո մեջ։ Այդ քո քրվածներեն, այս հիմա գսենք, այս քրված բաներեն, արդյոք ես կտեսնեմ, որ Աստված հաջողել է քո կյանքի այս ինչ վիճակի մեջ կամ այն ինչ վիճակի մեջ։ Քո ընտանիքի մեջ, քո ֆինանսի մեջ, քո հոգևոր կյանքի մեջ, քո աղոթքի մեջ, քո եկեղեցական կյանքի մեջ, արդյոք դու գարաս բատմես, ինչպես այստեղ մեր սիրելի Դավիթը կբատմե։ Երբ որ գնայինք ով է Աստված մի քանի բան արագ, ես գրել եմ շատ արագ, Աստված գսե լույս է։ Լույս ասել է կախնի բան չկա։ Ձուր մուր բաներ չկան, ինչ որ մեր հայրու մեջ լիքը կան։ Քեզ ասած կխոսի, գողքեն ասած կմտածի։ Էդի Աստծո կորձը չի այդտեղ։ Donc այդ մարդու մեջ Աստված չի հաջողիր։ Կամ այդ մարդու մեջ Աստված չի փառավորվեցավ։ Դրա բարձ բաներ են։ Լույս է գսե։ Աստված հոշ է, ասպար է, հիմ, վեմ է, վեմը սենի անշարժ է։ Հետո գսե Աստված հովիվ է, Աստված զորացնող է, Աստված հաղթող է, բարձրացնող է, հաստատող է, սորվեցնող է, փրկող է, շնորհքով լեցուն է, ճանապարհներս կշտկե, ճանապարհներս կլայնցնե, ինձ զորությամբ կհագցնե։ Այսպես գրված է ով է Աստված։ Հիմա, եթե Աստված այս Աստվածն է, մեկ ադալ գրտնեմ, լույս է, վեմ է, փոխտեղես, զորություն է,
հովիվ է, զորացնող է, բարձրացնող է, լայնցնող է, հաստատող է, սորվեցնող է, փրկող է, քաղցրությամբ լեցուն է։ Եթե Աստված այս Աստվածն է, հիմա ասոր թիմացը այն մարդը, որ այս խոստումները գարնե իր համար, քանի որ գարտացինք, մեկադալ գարտամ գսե, ես գանցնիմ, ես գհախտեմ, ես գզորանամ, ես գլայնցնեմ, Աստված ինձի համար գնե, իր լույսը իրեն համար չէ, հալելույա, իր զորությունը իրեն համար չէ, որ ես զորանամ, իր ուղղությունը իր համար չէ, որ ես կատարյալ ճանապարհ ունենամ, ուրեմն ինչ որ է Աստված իմ համար է, հալելույա, ինչ որ գնե Աստված իմ համար, հիմա իմ համար եւ որ գսեմ բոլոր աշխարհին չեմ ասեր, որուն համար, համարը կված այստեղ, այն մարդիկը որ գսեմ միայն իրեն գհուսան, բոլորին համար չէ, ուրեմն անոնմար Հիսուս գսե, եթե իմ խոսքերս ձեր մեջ մնա եւ դուք իմ մեջ մնաք, այն ժամանակ դուք պիտի լաք այն Աստծո հուսացող մարդիկ, որոնց համար Աստված շատ բաներ գնե։ Եվ որ ես ասարանջին համ գարտացի եւ ասի իրեն հուսացողներուն համար սկսա մտածել, ասի արդյոք դեր ես քեզի հուսացողներու ցուցակի մեջ եմ։ Ես ինձ կգարձեմ, որ իրեն կհուսամ, բայց արդյոք դեր քո ցուցակին մեջ ես կամ չգամ։ Քեզի հուսացող մարդ եմ ես, քանի որ ես ինձ կարամ խապեմ, հա, մենք մեզի կարանք խապենք։ Արդյոք ես քեզի հուսացող այդ մարդկանց, քանի որ գսե անիգա ամեն իրեն հուսացողներուն համար է այս բոլորը, բոլորին համար չի, իրեն հուսացողներուն, ուրեմն հարց մտածեցի ես ինձի, ես այդ ցուցակին մեջն եմ կամ չէ։ Սիրելի քույր եղբայր, հալելույա։ Քանի որ եթե ես իր հուսացողներու ցուցակի մեջը չեմ, ինչ որ է իմ համար չէ։ Ինչ որ գնե իմ համար չէ, ցավալի է։ Բայց երանելի այն մարդը, որ իր հուսացողներու ցուցակին մեջն է, քանի որ ինչ որ քրված է այստեղ Դավիթի միջոցով իր համար է նաև։ Հալելույա։ Գանքնենք ոչ թե լավ է։ Գեհդեվիկ ժողովուրդ ինչ կպատահի, հասկացաք միտքս ուր գուզեմ դանել։ Աստուծո խոստումները բոլորին համար չեն, անոր համար են, որ միայն իրեն գհուսան, ով որոնք են այդ մարդիկը, որոնք են, դու գաս մեջը, ես կամ մեջը, չեմ գիտեր, հիմա պիտի ասեմ որոնք են այդ մարդիկը, որ գարտացին քիչ առաջ, ան որ Հիսուսի մեջ է, ան որ Հիսուսի խոսքի մեջ է, ան որ Հիսուսի խոսքով կգայլե, ան որ Հիսուսի խոսքը բդուղը գպեր է, այն մարդն է հուսացողը, եւ այն մարդը, հալելույա, ինչ որ է Աստված իր համար է, ինչ որ գնե Աստված իր համար է, եւ Աստված իրմով մեծ գործեր գնե։ Հիմա ես քեզ բան ասեմ, երբ որ Աստված քեզմով մեծ գործեր անե, մի գործ, քեզմով, ինք անե, այն ժամանակ է որ ինք կփարավորվի։ Հիմա հասկացաք ինչպես փարավորվել ինչ ասել է, երբ որ Աստուծո գործը քեզմով գերևնա։ Ինչ որ է ինքը, դու պիտի լինես։ Ինչ որ գնե, քեզմով պիտի անե։ Ուրեմն սիրելիներ, խոստումը այդ է որ ես հավատամ, որ այս Դավիթին ըսվածները, նաև ես իմ համար է, քանի որ ես Հիսուսի մեջն եմ, քանի որ ես Հիսուսին կսիրեմ, քանի որ Հիսուսով ես եմ այն եմ, ինձ մեզ ադը չկա, ուրեմն եթե ես Հիսուսի մեջն եմ, եթե ես Հիսուսի խոսքերով կքայլեմ, այն ժամանակ այդ խոսքերուն հավատք պիտի տնեմ, քանի որ այստեղ այսօրվա խոսքի վերնակիրը, գիտեք ինչ է, հավատա, ոչ թե բանի չի ծառայել։ Անվոր գսե չի, անվոր հավատք չունի գսե հաջերի չի Աստծո։ Ինչին ես պիտի հավատամ, որ Աստված գա, ոչ, որ Աստված սեր է, ոչ, ինչին պիտի հավատամ, պիտի հավատամ, որ ինչ որ ինք է ինձ համար է Հիսուս Քրիստոսով, խոստումները իմ համար են, այն խոստումները, որ գրված է, իմ ոտքերս կսե, իմ ոտքերս եղջերուի պես կնե, ասել է որ ես այն մարդը չեմ բարապ, ես եթե Հիսուսի մեջն եմ, Հիսուսի մեջն է, պիտի երևնա ես եղջերուի պես թռնում եմ։ Եթե չի երևնար ուրեմն մեջը չես։ Հալելույա։ Խոստումը գերևնա, խոստումի հավատացողը գերևնա եւ Աստված կուզե որ երևնա։
Փարավորվի հայրը գսե ծեր կորձերով, երբ որ դուք բդուղ կբերեք, Աստված կփարավորվի։ Է բդուղ ինչպես կբերեմ, երբ որ այս խոստումները կհավատամ եւ ի կորձ կցնեմ, հալելույա։ Ամեն։ Շատ այսպես մտածեցի, ասեցի դեր անոր իսկապես կհավատա, որ այս խոստումները իր համար են։ Նա ցուցագրի դու իրական կհավատաս, որ այս խոստումները հենց քեզ համար են։ Քանի որ դու Հիսուսին հետևորդ ես։ Նայեցեք, դուք ցեզի մի խապեք Հիսուսի հետևորդ։ Էդ ալգա եկեղեցի մեջ կան մարդիկ, որ ամեն գիրայու կան, բայց Հիսուսի հետևորդ չեն, հա դա լսեմ։ Հետևորդ ըսել իր կյանքը հանձնած է Հիսուսի։ Հիսուսի խոսքով, Հիսուսի համար, իր խոսքը կարևոր է, քանի որ Հիսուսի խոսքը ծեր մեջ պիտի բնագի։ Հիմա ես ցեզ նայիմ արդյոք Հիսուսի խոսքը գտեսնեմ, որ կբնագի, դու ինձ գնայիս արդյոք կտեսնես, որ Հիսուսի խոսքը կբնագի։ Այն մարդն է, որ Աստծո խոստումները ապրելու կսկսի։ Իմ ջրակս տունես, ով դեր։ Հիմա գարտամ, հիմա այսպես մտածենք։ Իմ ջրակս տունես։ Ինչ ասել է։ Ասել է, որ չեմ գիտեր աչ երտամ կամ ցախ երտամ։ Ես չեմ գիտեր որն է ճշմարիտը։ Բայց դու ես իմ ուղղությունս Հիսուս։ Ջրակս դու ես։ Ես քեզի գնայիմ միայն, քիչ առաջ երկեցինք, միայն քեզի գնայիմ։ Այն չէ որ կորձերս կդեմ, հետո քեզի գնայիմ, նախ քեզի գնայիմ։ Քանի որ ես խավարի մեջ ապրող չեմ, ես լույսի զավակ եմ։ Ես լույսին գնայիմ, ջրակս դու ես։ Հավատամ հատ այդպես ես, այս տեսակ մարդն է, որ դերը պիտի փառավորվի։ Եվ որ գխոստանաս, գսես դեր այս խոստումը, իմ ջրակս դու ես։ Միան գեցեք եւ գաղտնեցեք այս թեմայի վրա։ Իմ ջրակս դու ես, իմ ուղղությունս դու ես։ Ես կընդունիմ, կհրճագեմ։ Այո, այդպես է։ Եվ ուրիշ բաներ չեմ վազեր։ Իմ ջրակս դու ես։ Դու ինչ որ ասես նախ քեզ մեկը սկսի ամեն ինչ։ Այս մարդն է, որ կփառավորի Աստված։ Եվ այստեղն է, որ այսպես գաբրիս, Աստված կսե հաջողեցես այս մարդուն հետ։ Եվ մեր եկեղեցիներու մեջ հավատացյալները ինչ են։ Եթե ժամանակ կա, Տիրոջը գտանք։ Այդ ինչ, այդ ուր իմ ջրակս դու ես։ Այս համարը եւ քու կյանքը եւ իմ կյանքս հետ չի բռնում իրար։ Ուրեմն չխափենք իրար։ Հիսուսի խաչելությունը եւ հարությունը այդ էր, որ Աստված հաջողի քո հետ։ Հիսուսի հարությունը այդ էր, որ Աստված փառավորվի քեզմով։ Գողքին մեջ է քեզմով, հենց քեզմով, դգար մարդ, ինգած մարդ քեզմով։ Ամենամեղավորը ստեղով է հենց իրմով։ Աստված չուզե որ կատարյալը լաս, Աստված կուզե որ դու հավատաս խոստումին։ Եվ այդպես է որ ինք ամեն դերը իմ խավարս կլուսավորե։ Գարտում եմ, հա։ Դերը իմ խավարս։ Կոնը չի իմը։ Դու քեզ համար ասա, ես իմ համար կասեմ։ Դերը իմ խավարս կլուսավորե։ Այդ խավարը գիտեք, այդ վիճակներն են, որ գործված վիճակ է։ Ինչեր գրնան խոսիր ես խավար բարի վրա, իմ խավարս կլուսավորե, մեմը Երևանայի խավարի մեջ եղող, ես գիշեմ որ երեխա էինք, մենք փաչուն էինք, հոսանք չի գար, պատերազմ են տածքին, հոսակը գնում էր, գալիս էր եւ այլ, մի խոսքով վստահանք որ ապրել են այս բաները գիտեն, եւ որ լույսը գար, հոսանքը, ամբողջ ժողովուրդը դուրս կելներ, ես ալ երեխա լալով, գմորային, լույսը եկավ։ Խավարի մեջ չենք էլ, մոմ չենք բարում, լույս կա։ Երևակայ է որ իմանաս Աստծո լույսը Հիսուս Քրիստոս քո կյանքդ լուսավորել է։ Դու գիտես որտեղից ես եկել ուր ես գնում, հեչ կարևոր չէ մնացածները։ Այս մարդու ուրախ կապրի եւ դերը կփառավորվի։ Եվ որ գտեսնի որ դու ուրախ մարդ ես, քանի որ խավարեն լույս ես եկել, Աստված կփառավորվի։ Հալելույա։ Գասկնակ ինչպես Աստված կփառավորվի, եւ որ այս խոսքը դու գարնես քո վրա։ Հիսուս մերավ որբեսի ես դժոխ չերտամ։ Ով գս ամեն։ Հիսուս մերավ որբեսի ես գորուս չաբրիմ, ոչնչացած չաբրիմ, անասունի մեջ չաբրիմ։ Հիսուս մերավ որբեսի ես կյանք ունենամ։ Հալելույա։ Եվ որ դες Աստված կտեսնի որ ես այդ ռոբեին իրական այսպես ուրախության մեջ եմ գսե, հա, հաջողեցա Սարգիսին հետ։ Հասկացավ այս մարդը։ Չէր հասկանում, իմ հասկացավ։ Հասկացաք, երբ որ խոսքը գառնես, խոստումը գառնես եւ քո վրա կվերապերես եւ ոչ թե մեր հավատացյալներուն վրա Աստված լույս է։ Հետո այդպես բաներ գխոսենք, Աստված լույս է, Աստված բարի է, փառք քեզ դեր, է քո կյանքի մեջ։ Հենց այս ռոբեին ուր է։ Շարունակեմ գարտալ։
Այս երկրորդ բառն հրա միանա, դեսնեմ, մենք ժամերով գրնանք գնալ այսպես առաջ։ Բարձրապես խոստումներ առնենք։ Վայ 30 համարը գսի, «Վասնզի քեզմով, աստուծմով, գունտիմը վրա գելեմ եւ գճախճախեմ»։ Իե։ Հա, գունտը, գիտեք ինչ է գունտը, փանակ, մեծ խումբ։ Քեզմով ես Սարգիսը երեխա, ես քեզմով գունտի վրա գելեմ եւ ես գճախճախեմ։ Հալելույա։ Ժողովուրդ խոստումը, նայեցեք նույնիսկ չեք հավատում, որ դուք կարող եք անեք։ Հենց հիմա նայում եք, ասեք, Հովիվ ջան, ինչ քունտ, ինչ ճախճախել, դեսար վիճակս, քո վիճակը դու մրջուն չես կարող ճախճախել, բայց Աստծո զորությամբ դու քունտեր գնաս ճախճախել, դեվային քունտերը եւ մնացած բոլոր քունտերը։ Ժողովուրդ ջան, այս խոստումը ապրելու համար պիտի ընդունես խոսքը, որովհետեւ հայրը փառավորվի։ Մենք վախկոտներ ավելի ունենք եկեղեցիներու մեջ, քան թե քաչասիրտներ։ Բզդիկ բաներ իրականացնին, բան հիմա օրինակ, հիմա մենք հերացանք ու կա քեզ օրինակ, եկեղեցին գտողես, ամեն ինչ գտողես, գրտաս այդ հարցը լուծելու։ Եթե դու իրական հավատքի մարդ ես, այդ մարդուն քեզ սպասի, ես այստեղ կարևոր բան ունեմ։ Մենք այդպես չենք։ Այդպես չէ, խանգարված վիճակ միշտ իրացում ենք։ Գում ու կա վայ, խնդիրը վայ։ Այս վայ-վայի մեջ ենք ժողովուրդ ջան, վայ-վայ գանցնի, վայ-վայը թող մնա։ Քեզմով դեր քեզ շնորհակալ եմ։ Քանի որ ես քո ցերկերի մեջ եմ, քո խոսքը այդ կսես կհավատամ այդ խոսքին, քո խոստումը ճշմարիտ այդ խոստումին ես կհավատամ, քանի որ Հիսուս ես կուզեմ քեզմով քալել, քո մեջ քայլել եւ միայն դու լաս իմ նպատակը։ Խանգարվում ենք մզդիկ բաներին։ Հալելույա։ Գողքինիդ մի բան ասա, տեսնեմ ինչ վիրացես։ Հա։ Հաջորդ համարը նայեցեք արագ, համար 33, լավ է ժողովուրդ, օքեյ ենք, Աստված իմ զորավոր բերդս է, կոնը չի, հիմա, և գշարունակեմ, իմ ճամփաս կատարյալ գնե, հայերեն կարտացողները ստեղ կրած են, իմ ճամփաս բերդս, իմ օդար բանի մասին չենք խոսում, օդային պատմություն չենք պատմում, իրականություն։ Աստված իմ զորավոր բերդս է։ Բերդը գիտեք ինչ է, այդ բարիսպներն են, որ թշնամիները չէին գնար մտնել։ Ուրեմն սիրելիս, դու ուզածի չափ հայոյ է ինձ։ Իմ բերդս Աստված է։ Ուզածի չափ հարված է ինձ, բերդս Աստված է։ Քանի որ հավատում եմ Աստծո բերդս է, իմ բերդս է։ Հովիվինը չի, իմս։ Ուրեմն երբ որ ես գսեմ իմ բերդս է Աստված, այդտեղ ես կհաստատվիմ։ Եվ հետո գսե իմ ճամփաս կատարյալ կնե։ Հալելույա։ Դեր որն է շիդակը սխալ է, ինչ անեմ ցույց տուր։ Աստված գսե իմ մեջս մնա, ես քո ճանապարհը կատարյալ գնեմ։ Դու իմ հետ սպաղվի, ես քո ճամփուտ հետ կսպաղվեմ։ Ինչ քեղեցիկ խոսքի Երանի մարդիկ հավատային, դու ինձմով սպաղվի, իմ ծառայությունը, իմ անձը, իմ խոսքը, իմ եկեղեցին, իմ հետ կապված ամեն ինչով սպաղվի։ Ես քո ճամփաները կատարյալ գնեմ։ Եվ այս իրականություն է ժողովուրդ։ Անորոշ գարաչարգեմ, որ հավատակ այս խոսքերում եւ հրճակեք այս խոսքերը։ Խոստումը այդ է, որ Աստված ինքը գնե եւ ես այդ խոստումը կհրճակեմ, քանի որ հանդարտ եմ իր մեջ։ Եվ հայրը պիտի փառավորվի, երբ որ ես իրմով կսպաղվեմ։ Խնդրեմ մի բան Աստծո ձեր կյանքի երկրորդական տեղը չտնեք, շատ վատ կլա ձեզ համար։ Գիտնալը չի բավեր, ապրելը պետք է։ Իսկ ապրելին առաջ պիտի հավատաս, որ այդ խոսքը քեզի է։ Երբեմն մարդկանց կսենք, գիրագի արի եկեղեցի, օրինակ։ Տեսնեմ, եթե ժամանակ ունենամ, եթե կորձս շտկվի, եթե էս լինի։ Շատ բարձ։ Գիտեք այդ մարդուն պրոբլեմը ինչ է։ Այդ մարդուն պրոբլեմը է դա, որ ինքը չի հավատար, որ Աստված իր ճանապարհները կատարյալ պիտի, որ ինքը եկեղեցի։ Վերջ։ Եթե այդ մարդը քիչ ավելի հավատար,
Պիտի ասեմ, որ Հիսուսի անունով այդպես կլա հոգմին հովիվ, ես կիրագի գրինեմ, Աստված ճանապարհներս կշտկե, այդ ռանդևուներս ալ կշտկե, որ ես կիրագի տիրոջ տան մեջ լամ։ Դեսակ տարբերությունը խոսքի եւ կյանքի։ Շատ այդ որ մենք երբեմն խոստումը գիտենք, բայց այդ խոստումը դրել ենք մեկ կողմ եւ գսենք տեսնենք, նայենք դերևս երբեմն հրճագե որ ապրիս, հրճագե որ տեսնես։ Հալելույա։ Գամ այդպես խորունկ մտածում եք, թե ինչ եմ ասում, այսպես նայեցեք։ Գաման հեչ բան չեք հասկանում։ Գամեն։ Լուրջ է, այո, խորունկ մտածում ես շատ եմ մտածում, այն չի որ այդպես խոստումը, Աստծո խոստումը, իմ ճամփաս կատարյալ գնի։ Եկեք շարունակեմ, իմ զորավոր պերս է։ Իմ ոտքերս, եղջերու ոտքերու պես կնեսի քիչ առաջ։ Շարունակեմ։ Իմ բարձր դեղերուս վրա կգանքնեցնե։ Բարձր դեղերս էլ է միշտ հաջողակ դեղեր։ Իր հաջողությունը, մեր հաջողությունը չի, այդել ասեմ։ Մեր հաջողությունը փող ունենալ է, դու ունենալ, երեխա ունենալ, այդ չի։ Իր հաջողության դեղ ինքը կգանքնեցնե։ Գրնաս երևակայել երեխայիմը, որտեղ քայլել չգիտեր։ Եվ երբ որ ինգնում է մի քանի անգամ, կփռնենք եւ կփորձենք կանգնեցնել։ Կգանքնի մեկ երկու քայլ գնե, ետ կինա։ Ետ կփռնենք, ետ կգանքնեցնենք, մինչև այնտեղ որ ինքը գանքնել մնալ սովորի։ Աստված այդպես կնե մեզ, կփռնե եւ կգանքնեցնե։ Չսեր վայ ինչու ինգար մեհադալ հարված է, ոչ, երեխա ենք։ Կփռնե եւ կգանքնեցնե եւ գսե քայլի, բայց երեխան ինքը մեկ աչքը պիտի նայի իր հորը ցերքին, որ եթե ինա արդյոք հայրը այնտեղ է։ Նույնն հավատացյալը մեկ աչքը մեր Տիրոջն է, դեր ես կքայլեմ, եթե ինամ խնդիր չէ դու գանքնեցնես, քանի որ դու իմ հայրս ես Հիսուս Քրիստոսով։ Ինչի՞ որ մենք կատարյալ ենք, պիտի ինանք, բայց ես կսեմ, նույնիսկ եթե ինամ հայրը գանքնեցնե ինձ։ Քանի որ ես իրեն շատ կսիրեմ, ինքն ինձ շատ կսիրե։ Ես չեմ կարող գանքնել, բայց ինք կգանքնեցնե ինձ։ Ես ուժ չունեմ գանքնելու, բայց ինք կգանքնեցնե ինձ։ Գասկնակ խոստումները ուր են, ինչի վրա խոստում պիտենք ժողովուրդ։ Ով գսե ամեն, հալելույա, հասկացվի բոլորի կողմից։ 35-ը գսե ցերքերս բادرազմի գվարժեցնե։ Չսեր բادرազմ չկա։ Չսեր բادرազմ պիտի չունենաս, պրոբլեմ պիտի չլա, ամեն ինչ լավ պիտի լա քեզ համար։ Այդպես խոսք չկա։ Մենք կսենք հայրս թող ճանապարհը կանանչ տալար, ծաղիկներու պես լինի եւ այդպես խոսքեր կխոսենք։ Բայց սուկիլ ճիշտ հակառակը է։ Քո ճանապարհը թուշոտ բիդլա, գրիվ բիդլա, բادرազմ բիդլա, քո ճանապարհը նեղ ճանապարհ է, դժվար ճանապարհ է, հարազիչ ճանապարհ է, գուզես մտնել։ Ան որ գվախենա պրոբլեմից, թող չհավատացյալը լալ, թող երտան նորմալ ապրի։ Եթե գրնա ապրիլ, հավատացյալը պրոբլեմներ ունի, լիքը։ Բادرազմները շատ, հարվածները օհո։ Էսա Հիսուսի հետևիլը, Հիսուսի արեցին քեզ ապիրանեն։ Էսալ խոստում է, հա։ Այսալ խոստում է։ Երբեմն մենք միան գարձենք, որ խոստումը է դա, որ ամեն ինչ լավ լինի։ Ոչ։ Խոստումը Հիսուսի հետևորդը պրոբլեմներ պիտի ունենա։ Ուրեմն երիտասարդներ անոնք որ դեր Հիսուսի դեր դրված չեն, լավ լսի, Հիսուսի հետևիլը ասել է միշտ պրոբլեմ պիտի ունենաս։ Բայց Հիսուս ամեն անգամ պրոբլեմից ազատողը ինքն է։ Հենց էս է տարբերությունը։ Եվ գսե այստեղը բادرազմի գվարժեցնե իմ ցերքերս։ Ասել է որ իմ միջոցով Աստված մեծ գործեր պիտի եւ ինձ պիտի վարժեցնե։ Վարժեցնել ինչ ասել է։ Ով կսովորի առանց սխալի։ Վարժվել ասել է միշտ սովորիլ եւ սխալվել։ Բայց սովորիլ։ Ուրեմն Աստված գսե իմ ցերքերս բادرազմի գվարժեցնե։ Այս վերջերս երբ որ խնդիրը եղավ, այսպես խանգարվեցա։ Հենց խանգարվեցա, այս համարը միտքս եկավ։ Աստված իմ ցերքերս բادرազմի գվարժեցնե, սարքիս խելքդ գլուխը տավակե վարժվում ես։ Վարժվի։ Հենց էսա։ Եկավ ժամանակը վարժվելու։ Թեստ է անում Աստված, փորձի։ Բայց եթե ես չհավատամ այս համարին, կսկսեմ աղոթել։ Տեր, խնդրում եմ, ինձ ստերից դուրս հանի։ Խնդրում եմ, այս հարցը, խնդրում եմ։ Աստված ասում է, այ ախպեր, վարժեցնում եմ քեզ, ինչ ես խնդրում գնա։ Հավատա եւ գնա։ Ես վարժեցնում եմ, ես ալ գիտեմ բادرազմից դուրս հանելը։ Դու արա եւ գնա, հավատա խոսքին եւ գնա։ Հասկացաք ժողովուրդ։ Եվ ոչ թե լացկան, մուրացկան հավատացյալներ։ Լավ է, չէ, ամեն։
Անոր գսե իմ խոսքս, անոր իմ մեջս կմնա, իմ խոսքս անոր մեջ կմնա, շատ պտուղներ պիտի բերեն, շատ պտուղներ պիտի բերեն, իմ աշակերտներս պիտի լակ եւ Աստված պիտի փառավորվի։ Պտուղներ բերելը հենց էսա։ Պտուղներ բերելը դա որ խոսքը գաբրիս, հա, պտուղ բերիր։ Խոսքը աբրեցար, պտուղ եկավ։ Խոսքը հավատացիր եւ հրճակեցիր եւ քո ընթացքը փոխեցիր, քանի որ խոսքը ուրիշ բան գսե, պտուղ բերիր։ Եվ Աստված այդ պրոբեին ասում է, «Էս ինչ լավ արեց քույրիկը, էս ինչ աբրես, փառավորվեցա, ամբողջ դեզերտին եւ տևերուն ցույց տվեցին, որ ես հաջողել եմ քո հետ»։ Հասկացա՞ք ինչպես է բադահում։ Փառքես դեր, օրտնյալ ես տուն։ Իմ քայլելու ջամփուս ներքևը լայնցուցիր։ Ջամփաս ներ է։ Բայց Աստված դեր դու լայնցուցիր։ Ոտքիս հոդվածները, ոտքս չսասանեցավ, կարշաբադիկները, շվիները բռնեցիր։ Գիտեք, քայլելու համար գոշիկներ կան, անոնք որ երկար լերները սարերը գելեն, իրենք գոշիկներ ունին մի քիչ բարձր, որովհետեւ եթե ոտքը դառնա, այդտեղ շվի կարշաբադիկը չախճախվի, կանեն շատ վտանգավոր է։ Այդ ոտերը բռնում են։ Աստված մեր ոտքերուն այդ ոտերն է տնում։ Ասում է որ քայլում ես այդ քարքարոտ տեղերը, այդ բիդի խանգարվիս, բայց հոդվածները հաստատում եմ սարքիս։ Գնա դու։ Մի ասա, վայ, շատ բարձր էլերը։ Դու գնա, ես բռնել եմ քեզ։ Հասկանում եք ժողովուրդ։ Աստված մեզ գսորվեցնի առաջ երթալ, հավատքով երթալ, խոստումին հնազանդելով երթալ, քանի որ ինքս հայրս պիտի փառավորվի։ Ուրեմն դու պիտի գնաս իր խոսքին համաձայն, դու պիտի հրճակես իր խոսքը, դու չես սիրում ներել, բայց պիտի ներես, քանի որ խոսքը ասեց։ Չես սիրում սիրել, պիտի սիրես, քանի որ խոսքը ասեց։ Ձույլ ես, պիտի աշակերտ լաս, քանի որ խոսքը ասեց։ Պիտի ելնես դուրս քեզանից սահմաններից դուրս։ Անցյալ երկու գիրակի առաջ խոսել էի, չէ՞, սահմաններից դուրս։ Քանի որ ես դուրս եմ ելնում ոչ թե իմ վրա վստահելով, այլ իր վրա ինք պիտի անի այդ բանը։ Երդասարդներ, ծնողքիդ հնազանդիր, արա, նույնիսկ եթե ծնողքիդ մի քիչ ու հնազանդիր։ Հալելույա։ Գասկնակ, ամենս մենք պետք է դիրոջ խոսքը ինչ կսե, այդ խոսքին մեջ մնանք, մնացած ինքը գանի։ Մեր հաջողակ կյանքը իր մեկը գա։ Մեր աբակա կյանքը իր մեկը ինքն է շնողը։ Բայց դու պիտի վստահիս այդ խոսքին եւ գադարես խոսքը։ Նորեն կգարտամ այդ համարը որ գսե իմ խոսքիս մեջ մնացեք եւ իմ խոսքս ձեր մեջ մնա։ Այս է պայմանը կոնտրա։ Պայմանը այս է, երբ որ Հիսուսի մեջ, Հիսուս քո մեջ, անժամանակ արդեն դու կալվածքդ կփոխվի, հրճագումներ կսկսես, վախդ կփոխվի եւ կքայլես։ Տշնամիներս կսե անոնք իմ ոտքիս տակ ինգան։ Հալելույա։ Դա մեկը որ ցես չի սիրում։ Հայոյում է ցես հետևից առաջից եւ այլն։ Նեղացնում է ցես։ Առաջից կարողա չէ։ Տշնամիներս նախ հոգեվոր տշնամիներու մասին է խոսքը։ Հավատացյալներ կան ավելի սատանայի մասին կխոսին քան թե Հիսուսի։ Օրինակ, ասեմ ինչպես։ Վայ սատանան դեպավ սրդիս, վայ սատանան խոսեցավ եկավ պսպսած ականջիս, վայ սատանան ինձ փորձության դարավ, վայ սատանան էս արեց, սատանան էդ արեց, ամեն հանցակը սատանայի վրա կծում են, իրենք սուրբ են, սատանան է անում ամեն ինչ։ Սատանան ուշադիր եղիր, սատանան քեզ գդանի, ուշադիր եղիր, սատանան քեզ ժողովուրդ, եթե դու Հիսուս Քրիստոսի մեջ ես, համարը կրված է, ոտքերուս տակն է սատանան եւ իր տևերը։ Կրված է Հռոմեացիս 16-ի մեջ, թող ամենակարող Աստվածը ձեր ոտքերուն տակ ճախճախե սատանան։ Ուրեմն, ասել եմ որ եթե դու հավատքի մարդ ես, ոչ էլ սատանան, ոչ էլ տևերը, ոչ էլ քո վատ ընկերները կամ հարևանները պիտի կան քեզ խնդիրանեն, Աստված գիտե բահելը եւ պաշտպանելը իր զավակներին։ Եվ գսե իմ ոտքերու տակ հա գողքին ինչ է։ Իմ նորից դու ես, դու եւ Աստված, դու եւ հավատքը, դու պիտի հավատաս, դու պիտի խոստումներուն հնազանդես։ Գիտեք աբաշխարությունը ինչ է, երբ որ գսենք աբաշխարեցեք, երբ որ երբեմն շատեր աղոտ գնեն աբաշխարության, շատ բարձ բան է, գիտեք ինչ է, գսե սրանից հետո ես քո խոսքին համաձայն պիտի ապրեմ։ Ես մինչև այսօր իմ գլուխով եմ ապրել, բայց սրանից հետո պիտի հավատամ խոսքին եւ պիտի հրճակեմ խոսքը, քանի որ Հիսուս
դու խաչին վրա իմ համար մերար եւ հարություն արիր, ուրեմն ես պիտի ապրիմ այն բանի համար, որ դու արեցիր խաչի վրա։ Այս է աշխարհությունը։ Որոշում է, բայց հետո որոշումը բահելն է։ Եվ որ գսենք ժողովուրդ ապաշխարեցեք, մգրդվեցեք եւ այլն, ինչ այս ամենը։ Հենց այդ է որ ես եւ դու որոշենք, որ մեր կյանքի հիմքը խոսքն է եւ խոսքին համաձայն հրճագումն է։ Այս է հիմքը։ Անոր վրա է որ մենք պիտի ապրենք ամեն օր եւ ամեն օր ինչպես կսե քո ցերկերը պատերազմի գվարժեցնե, քեզ այստեղ գտանի այնտեղ գնա, ինքը գանի։ 35 տարվա հավատքի մեջ եմ։ Ով գասի որ մի օր ես կրնամ ասել, որ ես եմ հավատացել։ Աստված ամեն օր բահել է իմ հագարակ դժվարություններից, խնդիրներից, սորվացրել է, արել է, դարել է առաջ, երբ որ ես հավատացել եմ, ելեր եմ բարձրացած։ Երբ որ ես դգարացել եմ, հանդիմաները որ բարձրանում։ Հալելույա։ Մենք պետք չէ որ տեսնենք ինչ որ, պետք չէ որ քայլենք ինչ որ գտեսնենք եւ ինչ որ գսկանք, այլ պետք է քայլենք ինչ որ ինք գսե։ Հիմա սրանից հետո ցեզի առաջարկ պիտի դամ այս շաբաթ։ Բացեք ձեր նոր գդագարանը։ Միտեղ նամակները միտեղ։ Եվ այդտեղս կսեք քրել, ինչ կսե Աստված իմ համար։ Ինչ խոստում։ Եվ ես ինչին կհավատամ, եւ հրճագե քո վրա։ Սիրելիներ, գպավե այլևս ձեր անձերով եւ ձեր կորձերուն յետևեն վազեք։ Գնացեք, վազեցեք, բայց այն թող չի լինի ձեր լայթմոտիվ կսեն ֆրանսերեն, ձեր ընթացքը, ձեր մոտորը։ Դեղ մգա որ մենք պետք է գնանք կսենք Աստված, ինչ կսե իմ համար։ Ես որի զավակն եմ։ Ով է իմ հայրս։ Դեղ մգա որ բիդե դու քիլես ես ով եմ այ ախպեր։ Բայց մենք այդ չենք ասում, մենք ով ենք։ Չէ, բայց այդ իրական հավատում ես որ դու ամենակարողին որդին ես Հիսուս Քրիստոսով, արդեն կփոխվի հարվածը։ Հալելույա, ցեզ մատներ եմ այդ օտանավի պատմությունը դարիներ առաջ, որ օտանավը շատ վատ վիճակի մեջ էր, ամեն խառնվեր էր իրարու ճամփորդության մեջ էի հետևն բարգել է ես ալ վերջին այսպես բանը աթորները 3 հատ աթոր արել էինք ինչ է բարգել էի հանկիստ օտանավ իրար անցավ շատ վատ որ այսպես չէի տեսել շատ վատ նույնիսկ ամեն օտաչուները ավելի օկնողները եկան նստան կապվեցան իրար անցան բոլորինսին նստեցեք պատերը իննում էին խառնված վիճակ հա դիան ջան հալելույա խառնված վիճակ այսպես իրար անցել ես ալ բարգել եմ սիրում եմ երբ օտանավ այսպես լինի այսպես օրորվում ես մի խոսքով ես ալ թրել եմ բարձ հազիվ 6 ժամվա ճանապարհ էր 7 ժամվա ճանապարհ էր հաջորդն ալ պիտի կա այստեղ եւ ժողով գար մի բան գար քնել չգար ըսի քոնե հետևը մի քանի ժամ քնեմ եւ ուրեմն թրել եմ քունի անցել եմ հիմա օրորվում է գիտեմ որ օրորվում է ասեցի ես ինչ լավ է փարքես դեր հալելույա հիմա այդտեղ եկան գողքս նստան կապվել են մուսյո այսպես արտնությունից ինչ կա ասավ եր շուտ կապվիր ըսի ինչու ասավ վադե վիճակը ըսի դու չես գիտեր ես ով եմ ասուց նայեց ըսի ես որ ստեղ եմ ըսի փամը պիտի չլա հանկիստ գործի նայեց իդ բարգից ասուց նայեց իլեֆուս ֆիլասի այս մարդը խելքի մեկն է այդպես բրձավ դուք դեղ մկա որ բիցես մերն իմ դիալ մերա ինչը պրոբլեմը ես ինչ խանգարում հանկիստ քնեմ գործունիմ ժողովուրդ ջան եթե գու մեջ այդ կասկածը գա որ դու ով ես դու կյանքը չես կարող դանից առաջ դու մեջ այդ կասկածը պետք չի լինի դու ամենակարողին զավակն ես Հիսուս Քրիստոսով եթե այդպես է անորամարից այդպես չէ ապաշխարե ընդունի մգրդվիր հանցնվիր դիրոջը ասե որ դեր այլևս դու ես իմ դերս եւ վեր եւ սկսիր ապրելու իր մեզ գոչ կնեմ այս բոլորիս հանցնվիր դիրոջը նվիրվիր դիրոջը ավելիով եւ գնա առաջ փառքը լա դիրոջը հալելույա Հիսուսը սավ անոր իմ մեջ կգնա եւ իմ խոսքերս իր մեջ ինչ որ խնդրե պիտի դրվի նայեցեք հալելույա ինչ որ խնդրե պիտի դրվի եւ ասով իմ հայրս պիտի փառավորվի քանի որ դուք լավ բդուներ պիտի բերեք եւ իմ աշակերտներս պիտի լակ այսօրվա համարը գնացեք անկիր սորվեցեք եւ ապրեցեք ամեն գործնենք եւ գվատվենք քեզ ամեն